Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Գոհանում ենք քեզանից, Հայր Աստված, երկնային մեր Տեր, ամենակարող Աստված, արարիչ Աստված, այս առավոտյան համար։ Շնորհակալ ենք Տեր, որ արթնացրել ես մեզ, որտեվ արթնացնողը դու ես։ Մենք ինքներս մեզ անգամ քնից չենք կարող անել։ Տեր, շնորհակալ ենք մեր կյանքերի համար, մեր սրտի, մեր շնչի համար, շնորհակալ ենք աչքի լույսի համար, շնորհակալ ենք արարչության համար, շնորհակալ ենք, որ դու կաս, որ դու հավիտենական ես, որ դու էիր, որ դու ես ու որ դու գալու ես։ Տեր ջան, ես խնդրում եմ, որ բացես մեր հասկացողությունը, մեր հոգու աչքերը, Տեր իմ Աստված, ոչ միայն որ կարողանանք հասկանալ քո խոսքը, այլ ընդունենք քո խոսքը, ոչ միայն ընդունենք քո խոսքը, այլ քո խոսքը դարձնենք մեր կյանքը, որ քո խոսքը, քո զորությամբ ու քո շնորհով մեր կյանքերը Հիսուս Քրիստոսով վերափոխի, որպեսզի մեր կյանքերը արտացոլեն քո փառքը, քո լույսը, քո շնորհը, Տեր։ Ամենակարող Աստված, թող ամեն ծունկ ծալվի քո առաջ, Տեր ջան, դու արժանի ես, փառք ու պատիվ քեզ։ Եվ այսօրվա ձայնագրությունը հանձնում եմ քեզ, Տեր, ամեն բան քեզ եւ քեզանով եւ քո փառքի համար, եւ լսողներին էլ եմ քեզ տալիս։ Տեր, նրանք ովքեր գնացել են ու չեն լսում, դուրս են եկել, Տեր, եթե քո կամքն է, եթե սա այն վայրն է, որտեղ պիտի գան լսեն, ապա նրանց ոտքերը հետ բեր, Տեր իմ Աստված, նրանց սրտերում ցանկություն դիր, բացի նրանց վրա դրած կապանքները, Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Վերադառնում ենք Հռոմեացիների նամակի մեկնությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Երեք մենք սկսեցինք խոսել, թե ինչպես է բնութագրվում ավետարանը, ինչ է ավետարանը իրենից ներկայացնում։ Եվ մենք ասեցինք, որ նախ եւ առաջ ավետարանը Աստծուց է։ Երկրորդը ասեցինք, որ ավետարանը Աստծո մասին է եւ մարդու մասին չէ։ Ասեցինք, որ ավետարանը ամբողջությամբ հիմնված է եւ սկսվում է 5 կտակարանով, հենց սկզբից 5 կտակարանն ու նոր կտակարանը առանձնացված չեն։ Խոսեցինք այն մասին, որ ավետարանը մարգարեացել էր Քրիստոսի գալստյան, առաջին գալստյան մասին, որը կատարվեց այնպես ինչպես որ ասվել էր, եւ խոսեցինք այն մասին, որ նույն Աստվածաշունչը, նույն 5 կտակարանը ավետել է նաեւ Քրիստոսի երկրորդ գալուստը, ու եթե մենք ընդունում ենք ճշմարիտ ավետարանը, մենք պետք է ընդունենք այս ճշմարտությունները, այս հիմքերի վրա է, որ ավետարանը կեղծվում է։ Հիմա շարունակենք։ Հաջորդը ինչպես է բնորոշվում ճշմարիտ ավետարանը։ Ինչպես կարող ենք իմանալ, որ մեզ կեղծ ավետարան են քարոզում։ Հռոմեացի ու որ ինքներս կեղծ ավետարան չքարոզենք։ Հռոմեացիների նամակի 3-րդ խոսքում ասվում է, որ այս ավետարանը Աստծո որդու մասին է։ Պողոսն արդեն ասել էր սա, Աստծո ավետարանն է, ու հիմա էլ ասում է, որ այդ խոստացված ավետարանը վերաբերում է Աստծո որդուն։ Հիշենք, մենք սովորում ենք, թե որն է ճշմարիտ ավետարանը։ Ասեցինք, որ դա Աստծո ավետարանն է, այսինքն Աստված է հեղինակը։ Եվ հիմա էլ ասում ենք, որ ավետարանը Աստծո որդու մասին է։ Այս արտահայտությունը ընդգծում է Հիսուս Քրիստոսի կենտրոնական լինելը ավետարանի պատգամում։ Ավետարանը աղավաղվում է այն ժամանակ, երբ այն դարձնում են ինչ-որ այլ բանի կամ մեկ ուրիշի մասին, ոչ թե Հիսուս Քրիստոսի։ Եվ ավետարանը աղավաղելը շատ հեշտ է։ Շատ հեշտ է այն դարձնել ինչ-որ այլ թեմայի կամ անձի շուրջ կենտրոնացած Հիսուս Քրիստոսի փոխարեն։ Ավետարանը մարդու մասին չէ, այլ Աստծո։ Ավետարանը գալիս է Աստծուց, ավետարանը Աստծո որդու Հիսուս Քրիստոսի մասին է, այն նրա մասին է, այն նրանից է, այն նրանն է, այն նրա համար է, այն նրա կամքով է, նրա կամքին համապատասխան։ Մարդկության փրկության եւ արարչության փրկության գործը Աստված է կամեցել, Աստված է սկսել եւ Աստված է ավարտին հասցնողը։ Աստվածաշունչը Հիսուսին կոչում է մեր հավատի հեղինակն ու կատարողը։ Անկամ մեր հավատը մեզանից չի, Աստծուց է։
Երբ գիրք ես կարդում եւ գիտես թե ով է դրա հեղինակը, շատ դժվար է կարդալ այն եւ մոռանալ հեղինակի մասին, չէ՞։ Օրինակ չես կարա կարդաս Հովհաննես Թումանյանի հեքիաթները ու մտածես, թե Գրիմ եղբայրներն են գրել։ Շփոթես։ Վերագրես ուրիշ հեղինակի։ Նույնպես էլ ճշմարիտ ավետարանը, որը Աստծո որդու մասին է, Հիսուս Քրիստոսի մասին է եւ միայն Հիսուսի մասին, նա է այն սկսողը, շարունակողը եւ ավարտողը։ Ու եթե մենք ավետարանը ներկայացնում ենք որպես ուրիշ բանի մասին, մենք աղավաղում ենք այն եւ ինքներս չարիք բերում մեզ վրա եւ լսողների վրա։ Երբ ավետարանում ենք, քարոզում ենք, կանչում ենք մարդկանց դարձի եւ ապաշխարության, մենք նրանց չենք կանչում մեր մոտ, այլ կանչում ենք Քրիստոսի մոտ, կանչում ենք ապաշխարության եւ հավատ դնելու Քրիստոսի վրա իրենց փրկության համար։ Իսկ փրկության նպատակը Աստծո փառքն է, ոչ թե որևէ այլ բան։ Ավետարանը չի եկել հիմնականում այս աշխարհի ժամանակավոր խնդիրներն ու հոգսերը լուծելու համար, որտեղ այս աշխարհը անցնում է, Աստված արարում է նոր երկինք ու նոր երկիր եւ մեզ էլ նորն է դարձնում, ոչ թե մեզ վերանորոգում է։ Երբ որ մենք դարձի ենք գալիս, մենք դառնում ենք նոր արարչություն Հիսուս Քրիստոսով։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը եկավ մարդկությանը փրկելու մեզ Աստծո ցասումից, որը մեր մեղքերի արժանի պատասխանն է փրկելու համար, մեզ Աստծո հետ հաշտեցնելու համար։ Եվ որն էր դրա նպատակը։ Աստծո փառքը եւ Աստծո նպատակները։ Գիտենք ինչու, որովհետեւ Աստված է քեզ ստեղծել, Աստված է ինձ ստեղծել, դու ինքդ քեզ չես ստեղծել, դու պատահականություն չես, դու չես ստեղծվել, որովհետև տիեզերքում երկու աստղ իրար կպան ու պայթեցին։ Աստված իր կամքով, իր ցանկությամբ, իր նմանությամբ ստեղծել է քեզ։ Նա է սկսել այս արարչական նախագիծը իր խոսքով, իր զորությամբ, իր կամքով եւ նա դա արել է իր փառքի համար։ Ուրեմն վտանգված է Աստծո հեղինակությունը, ոչ թե քոնը։ Եվ գիտեք, ավետարանը քեզ ու ինձ անշահախնդիր դարձնելու հատկություն ունի։ Եվ դա տեղի է ունենում, երբ մենք ավելի ենք ուսումնասիրում ավետարանը, երբ մենք խորանում ենք Աստծո խոսքի մեջ, եւ մեր կյանքը նվիրում Հիսուսին ու նրա բարի լուրին ու թույլ տալիս, որ ավետարանը մեզ փոխի։ Ինչու՞։ Որովհետև երբ ուսումնասիրում ես ճշմարիտ ավետարանը, որի մեջ ապրում է Աստծո զորությունը ու ներկայությունը, ավելի ու ավելի ես տեսնում Քրիստոսին, ավելի ու ավելի ես ճանաչում Քրիստոսին, ձգտում Քրիստոսին, նմանվում Քրիստոսին։ Ժամանակակից եկեղեցի եւ քրիստոնյաների մտածողության մեջ ներխուժած բաներից մեկը կեղծ ավետարանն է։ Մի ավետարան, որը կենտրոնացած է մարդու վրա եւ ոչ թե Հիսուս Քրիստոսի վրա։ Լսել եք հումանիզմ բառը, այսինքն մարդու վրա կենտրոնացած, ոչ թե Աստծո, այլ մարդու։ Դա այն է, ինչ անվանում են մարդակենտրոն ավետարան։ Արի Հիսուսի մոտ եւ այսինչ բանը կստանաս։ Արի Հիսուսի մոտ եւ երջանիկ կլինես։ Արի Հիսուսի մոտ եւ կբժշկվես։ Արի Հիսուսի մոտ կհարստանաս։ Արի Հիսուսի մոտ հաջողակ կլինես։ Սա մարդակենտրոն ավետարան է։ Հիսուսը դա երբեք չքարոզեց։ Պողոսը դա չքարոզեց։ Մյուս առաքյալները դա չքարոզեցին։ Հիշում եք, ավետարանում, երբ որ Հիսուսը հրաշք արեց ու 5000 հոգի տղամարդ եւ մի այդքան էլ կին ու երեխա կերակրեց 2 ձկով ու 5 հացով, եւ դրանից հետո ժողովուրդը իր հետևից գնում էին, ինչ ասաց Հիսուսը։ Ասեց գալիս եք ձեր փորի համար, բայց դա ձեզ չի փրկելու։ Այսինքն, եթե մենք Հիսուսի հետևից գնում ենք մեր ստամոքսի համար, մեր ապահովության համար, անգամ մեր բժշկության համար, անգամ դրախտում հայտնվելու համար, մենք չենք փրկվի։ Մեր գերնպատակը Հիսուսը պիտի լինի, Հիսուսը ինքը, եւ որ մենք Հիսուսի նմանը դառնանք։
դա է փրկությունը։ Եթե վերադառնանք ու ուսումնասիրենք 5 տակարանի մարգարեական հայտարարությունները ավետարանի վերաբերյալ, ապա կտեսնենք, որ դրանք չեն համապատասխանում այսօր քարոզվող ժամանակակից կեղծ ավետարաններին։ Ես այստեղ ուզում եմ զգուշացում տալ, ես չեմ ասում, որ Հիսուսը չի բժշկում, ես չեմ ասում, որ Հիսուսը ճանապարհ չի բացում, ես չեմ ասում դա, ես ասում եմ, որ դա չի գեր նպատակը, այլ Հիսուսն ինքն է գեր նպատակը, այն Աստված, որ իր կյանքը դրեց մեզ համար։ Գեր նպատակը մեր մեղքերից ազատվելն է, մեղքեր, որ մեզ կտրել են Աստծուց եւ մեր վրա մագնիսի պես բերում են Աստծոց հասումը։ Գեր նպատակը Քրիստոսի պես Աստծուն սիրելն ու մեծարելն է, Աստծուն հնազանդվելն է, Աստծո կամքով ապրելն է եւ ոչ թե մեր կամքով։ Եվ այդ ամենը հնարավոր չի առանց Քրիստոսի, որտեվ առանց Քրիստոսի եւ Աստծո շնորհի մեր սիրտը քայքայված, wicked, չար սիրտ է։ Դժբախտություններից մեկն այն է, երբ կեղծ ավետարան է քարոզվում, ապա խեղաթյուրվում ու խաթարվում է Հիսուս Քրիստոսին աշակերտելը, մեր նրա ճիշտ հետևորդ լինելը։ Եվ խեղաթյուրված ավետարանից ծնված պտուղները բարի պտուղներ չեն, ինչ ճշմարիտ ավետարանից ծնված պտուղները։ Ճշմարիտ ավետարանը Քրիստոսի մասին է, այն Քրիստոսի համար է։ Երբ դու Քրիստոսի ճշմարիտ աշակերտ ես, արթնանում ես ապրելու Քրիստոսի համար, ոչ թե քո հարմարության կամ հարմարավետության համար։ Դու ապրում ես Քրիստոսի համար։ Դու ավելի մտահոգված ես Քրիստոսին հաճեցնելու համար, քան որևէ այլ բանով։ Երբ որ դու պատրաստվում ես ինչ-որ բան անել, որ դու գիտես, Աստծո սրտով չի, ու դու նաև գիտես, որ ոչ մեկ չի իմանա, բայց դու քո սրտում ասում ես ու գիտես, բայց Աստված է տեսնում, Աստված կիմանա։ Ու մենակ դրա համար ես դա չեմ անի, որպեսզի Հիսուսին փառք բերեմ։ Դա արդեն ցույց է տալիս, որ մեր սիրտը Աստծո շնորհով փոխվում է։ Բայց երբ որ մենք մոռանում ենք, որ Աստված տեսնում է, ու մեր նպատակը պիտի լինի նրան հաճեցնելը, ոչ թե մեզ կամ ուրիշին, այդ ժամանակ մենք շեղված ավետարանի հետևորդներ ենք դառնում։ Եթե դա է մեր գեր նպատակը, ես չեմ խոսում նրա մասին, որ սխալվում ենք, այլ ես խոսում եմ, որ մենք այդպես ենք ապրում, դա մեր մտածելակերպն է, ուրեմն մենք մեր մեջ ընդունել ենք կեղծ ավետարանը։ Ուրեմն պիտի քննենք ինքներս մեզ, ու այն ինչ կատարվում է շատ եկեղեցիներում, ոչ թե քննենք եկեղեցիներ, որտեղ որ մենք չենք, այլ նախ քննենք ինքներս մեզ։ Եկեղեցին քննել նշանակում է քննի ինքդ քեզ, ոչ թե ուրիշին, ոչ թե դատի ուրիշին ու ասա ուրիշը սենց պիտի անի, նենց պիտի անի, այլ քննի ինքդ քեզ, ինչպես ես դու ապրում, ինչպիսի հավատացյալ ես դու։ Ու հարց տանք, Տեր, ինչու ենք մենք ավելի շատ մտահոգվում մեր կյանքով, մեր ցանկություններով, մեր նպատակներով, քան քո եւ քո ծրագրի ու նպատակների ու ցանկությունների մասին։ Ինչու՞։ Մարկոս ավետարանի առաջին գլխի 38 խոսքում Հիսուսն ասաց. Մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ եկել։ Հիսուսն ինքն իրեն առաջին տեղում չդրեց, այնպես չէ։ Նա առաջնահերթ համարեց Հայր Աստծուն, նրա կամքը եւ արքայության գործերը։ Այդ պատճառով էլ Հիսուսը իր կյանքը դրեց։ Նա մեզ տվել է նույն օրինակը, որ հետևենք իրեն։ Ուրեմն ինչպես հասանք այն կետին, երբ թվում է, թե քրիստոնյաներիս մեծ մասը, ես ինձ ներառում եմ այս ամենի մեջ, ապրում ենք իրենց համար, ոչ թե Քրիստոսի։ Երկրորդ Կորինթացիների 5-րդ գլխի 15 խոսքում Պողոսը ասում է Հիսուսի մասին. Եվ բոլորի համար մեռավ, որպեսզի կենդանի եղողները այլևս ոչ թե իրենց համար կենդանի լինեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ։
Այսինքն Հիսուս Քրիստոսը չմեռավ, որ ես ու դու մենք մեր հավեսի համար ապրենք, մեր ծրագրերի համար ապրենք, մեր ծրագրերը առաջ տանենք։ Հիշենք, մենք գնված ենք Հիսուս Քրիստոսի արյունով։ Մենք նրան ենք պատկանում, եւ մեր կյանքը իրեն է պատկանում, եւ որպես մեր արարիչ, եւ որպես մեր փրկիչ։ Ուրեմն եկեք աղոթենք. Տեր, ահա մեր ցանկությունները, ահա մեր որոշումները, ահա մեր ճանապարհները, քեզ ենք հանձնում, վերցրու դրանք, քո ցանկությունները դիր մեր մեջ, Տեր ջան, օգնի մեզ ոչ ասել մեր կամքին, մեր ցանկություններին եւ այո ասել քո կամքին եւ քո ցանկություններին, օգնի մեզ, որ Հիսուսի պես ասենք հայր, ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը, ամեն իրավիճակում, փոքր իրավիճակում, մեծ իրավիճակում։ Կարդանք այս հատվածը նորից։ Պողոսը Հիսուս Քրիստոսի ծառա, կոչված առաքյալ լինելու, ընտրված քարոզելու Աստծո ավետարանը, որ Սուրբ գրքում Աստված նախապես իր մարգարեների միջոցով խոստացել էր իր որդու մասին, որ մարմնով սերում էր Դավթի սերնդից, ըստ Սուրբ Հոգու Աստծո որդի էր սահմանված, զորությամբ մեռելներից հարություն առնելով, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն ճշմարիտ ավետարանը վերաբերում է Հիսուս Քրիստոսին, ով մարմնով, այսինքն ֆիզիկական ծագումով, Դավիթ թագավորի սերնդից էր։ Իսրայելացի Դավիթ թագավորի սերնդից էր։ Այստեղ տրված յուրաքանչյուր տեղեկություն կարևոր է։ Մարմնով սերում էր Դավթի սերնդից։ Այս արտահայտությունը ընդգծում է մարմնավորման վարդապետությունը, այն, որ Աստված մարմին առավ եւ մարդ դարձավ։ Այդ ծրագիրը սկզբից էր նախատեսված, մինչև արարչությունը։ Եթե կարդանք Մատթեոս 1 գլուխը, կտեսնենք Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունը։ Մարդիկ ձանձրանում են այն կարդալ, համարում են անիմաստ, բայց սա հույժ կարևոր է, քանի որ ապացուցում է, որ Հիսուսը լիակատար մարդ էր։ Հիսուս Քրիստոսը կենսաբանականորեն Դավթի սերունդն է, թե Մարիամի, թե Հովսեփի կողմից։ Բոլոր աթեիստները, որ ասում են ոչ մի ապացույց չկա, սա ապացույց է, ծագումնաբանության ապացույց։ Ոչ մեկ չի կարող սա հերքել։ Եվ դրա համար, երբ որ կարդում ենք, պիտի հասկանանք, որ սա կարևոր վկայություն է։ Դա պատահական չէ, որտեղ Հիսուսը Մեսիան է, Աստծո օծյալը, որ նշանակում է Քրիստոս, դրա համար նա կոչվում է Հիսուս Քրիստոս, այսինքն Աստծո օծյալ, Աստծո ուղարկված, Աստծո Մեսիա։ Եվ Աստվածաշնչում Աստված իր մարգարեների բերանով մարգարեացել էր, որ Մեսիան պիտի գա Դավիթ թագավորի տոհմից։ Հիսուսով իրականացվեց այդ մարգարեությունը, եւ դրա համար Հիսուսը կոչվում է Քրիստոս, այսինքն Մեսիա, Աստծո օծյալ։ 5 կտակարանի այն մարգարեությունը Դավթին տրվեց Նաթան մարգարեի միջոցով։ Հետևաբար Հիսուս Քրիստոսը Դավթի գահի օրինական եւ հավիտենական ժառանգն է։ Մեզ հեթանոսներիս համար գուցե սա պարզապես տեղեկություն է, ինֆորմացիա է, բայց հրեաների համար սա շատ կարևոր էր, որովհետև Աստծո խոստումը նախ նրանց էր տրված, հետո մեզ։ Նրանք կարող էին հետևել տոհմաբանությանը եւ տեսնել, արդյոք Հիսուսը իսկապես Մեսիան է։ Եվ այո, նա Մեսիան էր։ Ապա այդ դեպքում հարց է առաջանում. ինչու շատ հրեաներ եւ հատկապես հրեա կրոնավոր առաջնորդները չընդունեցին Հիսուս Քրիստոսին։ Սրա բացատրությունը մենք մանրամասն կտեսնենք Հռոմեացիների գրքի 9-ից 11 գլուխներում, մանրամասն։ Բայց կարճ բացատրենք։ Աստծուց էր այս ամենը, եւ գրված է, որ նրանց վրա Աստված մասնակի կուրություն էր դրել։ Դա Աստծո խորհրդավոր գործն էր։
Միևնույն ժամանակ իրենց մեղքն էլ կուրացրեց նրանց աչքերը, այսինքն երկակի բան էր կատարվում։ Մի կողմից Աստված կուրություն էր դրել մասնակի հրեաների վրա, որ ժամանակ տրվի հեթանոսներին բերել Աստծու մոտ, բայց մյուս կողմից էլ նրանց կուրությունը հենց իրանց մեղքերի հետևանքով էր։ Երբ Հերովդեսը հարցրեց, թե որտեղ պիտի ծնվի Մեսիան, Քրիստոսը, նա դիմեց հրեա քահանաներին, որտեղ նրանք էին, որ գիտեին, եւ նրանք ասացին Բեթղեհեմում, որտեղ դա գրված էր, եւ դա ճիշտ էր, ուրեմն գիտեին, նաեւ ակնկալում էին, բայց ինչու չհավատացին։ Այդ մասին ավելի մանրամասն ապագայում կխոսենք, բայց արդեն նշեցի, որ կար երկկողմանի կուրություն։ Նրանց վրա մասնակի կուրություն կար, որ Աստծո խորհրդավոր գործն էր, որպեսզի ճանապարհ բացվեր հեթանոսներին Աստծու հետ հաշտեցնելու համար, եւ Աստվածաշունչը Հռոմեացիներին ասում է, մինչև հեթանոսների ամբողջական քանակը չլրանա, այդ կուրությունը չի վերցվի, բայց միևնույն ժամանակ հենց հրեաների մեղքերն էլ կուրացրել էր նրանց աչքերը։ Հիսուս Քրիստոսը Դավթի սերունդն է մարմնով, ցույց տալով Հիսուս Քրիստոսի մարդկային ինքնությունը։ 2 Թագավորաց 7-րդ գլխի 12-ից 17-ում Նաթան մարգարեն ասաց Դավթին. «Երբ քո կյանքի օրերը լրանան եւ դու ննջես քո հայրերի հետ, քեզանից հետո պիտի բարձրացնեմ քեզանից սերած զավակիդ եւ նրա թագավորությունը հաստատեմ։ Նա է իմ անվան համար տուն շինելու եւ ես նրա թագավորության աթոռը կհաստատեմ հավիտյան։ Ես հայր կլինեմ նրան եւ նա ինձ որդի կլինի Եվ եթե նա անիրավություն անի, ես կպատժեմ նրան մարդկանց գավազանով եւ մարդկանց որդիների հարվածներով։ Բայց իմ ողորմությունը չեմ հեռացնի նրանից, ինչպես հեռացրի Սավուղից, որին քշեցի քո առաջից։ Եվ քո տունը ու քո թագավորությունը հավիտյան պիտի ապահով լինեն քո առաջ, եւ քո աթոռը հաստատ պիտի մնա հավիտյան»։ Աստծո այս խոստումները մասնակի իրականացան Դավթի անմիջական որդի Սողոմոնի միջոցով։ Բայց ամբողջական կատարումը Սողոմոնը չէր կարող լինել, որտեղ նրա օրոք Իսրայելի թագավորությունը բաժանվեց։ Սողոմոնը ընկավ մեղքի մեջ։ Նա անկայունություն բերեց։ Ի վերջո Հիսուսը եկավ եւ Հիսուսով իրականացավ ամբողջական մարգարեությունը։ Հիսուսով է, որ Աստծո տունն ու թագավորությունը հավիտյան պիտի ապահով լինեն։ Քո աթոռը հաստատ պիտի մնա հավիտյան։ Դա միայն Հիսուսով եղավ։ Դանիելի գրքում ասվում է, որ այդ օրերին Աստված պիտի հաստատի իր թագավորությունը։ Հիսուսը սկսեց այդ հաստատումը, երբ հռչակեց իր արքայությունը։ Եվ վերջնական արքայությունը կհաստատվի Հիսուսի երկրորդ գալստյամբ։ Այսպիսով Հիսուսը Դավթի սերունդն է մարմնով, ինչը ցույց է տալիս, որ նա լիովին մարդ է։ Քրիստոսի մարդկային ինքնությունը երկար ժամանակ վիճարկվել է կեղծ կրոնների կողմից եւ անհավատների կողմից։ Օրինակ Իսլամը, Եհովայի վկաները ասում են, թե Հիսուսը ստեղծված է եւ չեն ընդունում նրա աստվածությունը։ Այսինքն չեն ընդունում, որ նա եւ Աստված է եւ լիովին մարդ։ Բայց մենք որպես քրիստոնյաներ չենք նսեմացնում Քրիստոսի ինքնության որևէ կողմը։ Իրական քրիստոնյան ընդունում է, որ Քրիստոսը ունի երկակի բնույթ, լիովին Աստված եւ լիովին մարդ, եւ դա է սովորեցնում ճշմարիտ ավետարանը, որտեղ դա կենտրոնական է։ Առանց մեկը մյուսի Քրիստոսը կամ չի ունենա Աստծո զորությունը, կամ չի կարողանա մարդկանց մեղքերը վերցնել։ Սա քրիստոնեական ուսմունքի կենտրոնական խորհուրդն է, որը Հիսուսին դարձնում է կատարյալ միջնորդ Աստծո եւ մարդկության միջև։ Միայն նա է միջնորդը, միայն նա է միջնորդը, ուրիշ ոչ ոք, որտեղ ոչ ոք համ Աստված, համ մարդ չի։ Ոչ ոք անմեղ չի։
Հիսուս Քրիստոսի լիովին մարդ եւ լիովին Աստված լինելը նշանակում է, որ նա կատարում է միջնորդ լինելու աստվածային խոստումը։ Մովսեսը բ օրինաց 18-րդ գլխի 15-ից 18-ում մարգարեացավ եւ ասաց հրեաներին. «Մի օր Աստված ձեզ համար մի մարգարե կկանգնեցնի, նրան պիտի լսեք»։ Եվ Աստված կանգնեցրել է իր որդուն Հիսուս Քրիստոսին, եւ մենք նրան պիտի լսենք։ Եվ կրկին կեղծ կրոնները մերժում են Հիսուսի մարմնավորումը։ Ավետարանը ներկայացնելիս մենք պետք է անհրաժեշտության դեպքում ընդգծենք այս ճշմարտությունը։ Եվ շատ մարդիկ խաբնված են, կարծելով, որ Քրիստոսը հետ չի գալու, կարծելով, որ այդ ամենը ինչ-որ հեքիաթներ են, կամ շատերն էլ խաբնված են, թե արդեն եկել է։ Մի խաբնվեք, սիրելի մարդիկ, կարդացեք ճշմարիտ Աստվածաշունչը, ընդունեք Աստծո ճշմարտությունը։ Աստծո շնորհով վաղը կշարունակենք։